Գերաշնոր Սրբազան հայ, հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ և հյուրեր։ Այսօր նշում ենք հայ իրականության մեջ ամենաերկարակյաց քաղաքական ուժին հայ հեղափոխական դաշնակցության օրը։ 135 տարի առաջ ստեղծված ուժ, որը դարձավ հայության կազմակերպված պայքարի, կամքի, ազգային դիմադրողականության և պետական մտածողության մարմնավորում։ Նվիրումի ու պայքարի մեկ դար ու 35 տարի, բայց նույն տեսլականով, նույն երդումով, հանուն հայի, հանուն պետության։ Դաշնակցության ուղին հեշտ չի եղել։ Օսմանյան սուլթաններից մինչև բոլշևիկյան իշխանություններ, մինչև այսօրվա Հայաստանի վարչախումբ փորձել են թուլացնել, արգելել, վերացնել դաշնակցությունը։ Բայց կա մի իրականություն, որը երբեք չեն կարողացել փոխել։ Դաշնակցության արժեքները անժամանցելի են, որովհետև դաշնակցության ուժը գալիս է իր ժողովրդից։ Դաշնակցությունը դուրս է օրվա քաղաքական թրենդներից, այն մնայուն արժեհամակարգ։ Դաշնակցությունը անցյալ ունեցող, ներկայով ապրող ապագայի կուսակցությունը։ Մեր գաղափարները այսօր առավել քան պահանջված են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջև է, իսկ հայկական ինքնությունը դարձել է համակարգային հարվածի թիրախ, թե դրսից, թե ներսից։ Եվ մենք շատ հստակ, թե դրսի, թե ներսի հակահայ ուժերին ասում ենք. դուք կարող եք հալածել դաշնակցությանը, դուք կարող եք բանտարկել դաշնակցականներին, սահմանափակել դաշնակցության գործունեությունը, բայց դուք չեք կարող սպանել դաշնակցականությունը, ավելին, իրականում դուք չեք էլ կարող խանգարել կամ խաթարել մեր կազմակերպության գործունեությունը, քանի որ դաշնակցության արևը մայր չի մտնում։ Սիրելի հայրենակիցներ, գիտեմ, այստեղ չենք հավաքվել միայն անցյալը արժևորելու, այստեղ ենք առավել շատ ներկայի ու ապագայի մասին խոսելու և լուծումներ առաջարկելու։ Նախ ներկայի մասին։ Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում է իր պետության պատմության ամենածանր և վճռորոշ ժամանակահատվածներից մեկում։ Ալիևը և Փաշինյանը փորձում են մեզ կանգնեցնել ընտրության առաջ, ինքնասպանություն, թե կապիտուլյացիա։ Այդ զույգը մեզ փորձում է համոզել, որ անկախ Հայաստանը ունենալու համար պետք է առաջնորդվել Ադրբեջանի գծած սահմաններով, թելադրանքով ու պայմաններով։ Մեզ առաջարկողը ոչ թե խաղաղություն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադատա, որտեղ մեր բոլոր ուժի աղբյուրները և վերականգնվելու հնարավորությունները հետևողականորեն ոչնչացվում են։